Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Բաններ ճշմարիտ լույսը, որ աշխարհ գալով լուսավորե ամբողջ մարդկությունը։ Այսօր, սիրելի հարազատներ, մենք Սուրբ Խորանի վրայեն լսեցինք այսօրվան ավետարանի ընթերցվածը, որ Հովհաննու ավետարանի առաջին փլկուն 9-րդ համարի մեջ մեզ ցույց կտա, մեզ կպատկերացնե, թե Աստված, թե Քրիստոս, Հիսուս Քրիստոս լույսն է աշխարհին։ Եվ այսօր առաջին գիրագին անմիջապես Սուրբ Հարութենեն ետք նոր գիրագի գոչվի մեր եկեղեցիներուն մեջ, գրգնազատիկ, ինչու, դագավին մենք զատկվան մտնոլորդին մեջ կապրինք սիրելիներ, Սուրբ Հարության շուկը մեր վրան է դագավին, գրգնազատիկ է այսօր, ուրախանալու օր է այսօր, նոր գիրագի Սուրբ Հարութենեն ետք, և մեր կյանքի մեջ նոր գիրագի մնե այսօր, որովհետև մենք զատկվա ժամանակին ցկեցինք մեր հին կյանքը, ետ թողեցինք մեր անցյալը և անցանք նոր կյանքի, նոր հարության, նոր ուրախության։ Եթե քիչ ավելի կգարտանք Հովհաննու ավետարանը, հոն կտեսնենք, որ 60 առիթներով Հովհաննես ավետարանի ինչ կներկայացնե Քրիստոս որպես աշխարհի լույսը։ Քրիստոս աշխարհի լույսն է, ճշմարիտ լույսը։ Եվ առանց Քրիստոս լույսին ճշմարտության մենք կմնանք խավարի մեջ։ Այսօր գրգնազատիկին միջոցով Քրիստոս կուքա լուսավորելու մեր կյանքը։ Նույնիսկ եթե դժվարության մեջ ենք այսօր, նույնիսկ եթե գցավինք, նույնիսկ եթե հիվանդ ենք, Քրիստոս այսօր կուքա լուսավորելու ու ճանապարհը դեպի ճշմարտություն, դեպի բարին։ Մեկ կողմ տնելու ամեն հիվանդություն, ցավ, դարաբանք, և ասելով քեզ աչքերու մեջ նայելու, ով զավակս ոտքի եմ, մի վախնար ես կողքիդ եմ։ Կյանքը կուտա տարբեր տեսակի դժվարություններ սիրելիներ։ Ամեն օր մութը մեր վրա կուտա, դխրությունը կտիրե մեր վրա։ Բայց այսօր Քրիստոս լույսը լալով կուքա մեր ճանապարհը բանալու, մեր դիմաց ամեն տեսակի լույս բանալու, որ մեր ոտքերը երբեք քարի մը չզարնվի։ Եվ այսօր 3 կարճ գետեր կան, որ պիտի ուզեի անդրադառնանք միասին, թե Քրիստոսի լույսը լալուն և ինչու համար եկավ աշխարհ, այդ 3 կարևոր գետերը հիշենք միասին։ Առաջին Հիսուս որպես լույս եկավ փրկելու մարդը սատանային բռնութենեն։ Տեսեք առաջին իսկ օրվան, ստեղծագործության առաջին իսկ օրվան, սատանան իր բռնությունը դրավ մարդու վրա։ Եվային խաբեց, Ադամն Եվային մտի գնելով խաբվեցան, արդակսվեցան դրախտեն, դուրս վրընդվեցան։ Ինչու? Որովհետև սատանան եկավ իր ոչի խառնեց և մարդ արարած դգարը ինգավ սատանային բռնութեն։ Եվ Քրիստոս եկավ, աշխարհ ղրգվեցավ, որպեսզի այդ նույն օծին գլուխը ջզմե։ Եվ Քրիստոս այդ գլուխը ջզմե մեզ օգտագործելով, մենք որպես զենք լալով, ամեն օր մեր կյանքի մեջ մենք կջզմենք
սատանային։ Հետևաբար Քրիստոս եկավ աշխարհ, լուսավորեց բոլորիս, որպեսզի մութը սատանան դուրս վրընդենք մեր ներսից։ Երկրորդ, Հիսուս որպես լույս եկավ հրգելու մարդը մեղքի ստրկութենը։ Շատ ծանր, շատ մեծ իմաստ ունի այս, որ ամեն օր մեր կյանքի մեջ 21-րդ դարու ապրողներ կյանքը թյուրունցած են։ Ինչպես ասած ենք, միշտ հիշեցնենք, շատ թյուրուն է տելեֆոնի վրա ելնել, online ելնել, Amazon-ն համ օրդերներ եւ վաղը կհասնի եթե Prime ունի։ Եթե այդ ավելորդ գումարը կվճարեք, հաջորդ օրը կհասնի ձեր նվերները, ձեր պատվերները։ Նույն այդ թյուրությունը սիրելիներ մեր երիտասարդներուն կյանքին մեջ այսօր։ Մեղքը Amazon Prime-ին նման արագ եկած է եւ ոչ թե հեռադեսիներուն, ոչ թե տելեֆոններուն մեջ են, այլ մեր ընկերության մեջ թյուրունցած է մեղք գործելու, որովհետեւ ամեն բան մեզի թյուրուն է, մեր դիմացն է, երբ որ ուզենք գրնանք երթալ եւ այդ մեղքին հետեւեն երթալ։ Քրիստոս որպես լույս եկավ մեզի ազատելու մեղքի ստրկութենը, որովհետև մենք աշխարհին ծառան եղած ենք այնպես։ Փայլքին ետևեն գերտանք, թրամին ետևեն գերտանք, հարստության ետևեն գերտանք եւ կմոռնանք երբեմն։ Ինչ է այդ ճշմարտությունը, որ մենք պետք է հետևենք։ Not everything in this life is gold, silver and diamonds. Ամեն բան փայլողը ոսկի չէ մեզ։ Արթուն եղեք, հետևաբար այսօր Քրիստոս կգա նոր գիրագի, գրգնազատիկ, որ մենք մեր աչքերը փանանք եւ տեսնենք, թե մեղքը մեզ դիրապետի եւ հեռանանք մենք, փորձենք հեռանալ։ Քոնե այդ արիթը դանք Աստծո, որ ինքը ներթափանցե մեր մեջ, ինք օգնե մեզ, որ մենք գամած քայլ առ քայլ մեղքեն հեռանալ։ Եվ երրորդ եւ վերջին կետ, Հիսուս որպես լույս եկավ փրկելու մարդը մահվան սարսափել։ Բոլորս գվախնանք դերևս, գվախնանք մահեն։ Երբեմն մտածենք, թե ինչ կորձ ըրացենք, ինչ ըրացենք մեր կյանքի մեջ, ինչ պիտի ընենք, ինչ կրնանք ընել, առաջ որ մեր ժամը հասնի։ Կմտածենք, չէ, դուք ձեզ հարցուցեք։ Այսօր Քրիստոս որպես լույս եկավ մարդը հերու բահե, հերու տնե մահվան սարսափել։ Եվ ամեն օր մեզ արիթ կդրվի, որ մենք կործենք, արիթ կործենք, որովհետև չենք գիտեր, երբ մեր ժամը պիտի հասնի։ Եվ պիտի չվախնանք, այդ է կարևորը։ Քրիստոս լույս եկավ, որ վախը հանե մեր մեջ է։ Այնպես ինչպես սենյակ մի երբ կմտնենք մութ է, երբեմն կվախնանք, թե աման աս թուրին ետևը ով կա, թուր բիտ պանամ պամը բիտ ելները դիմացես։ Քրիստոս եկավ այդ լույսը ըլլալու։ Քրիստոս եկավ մեզ սելու, թե երբ այդ լույսի սուեջը կվարեք, կպանակ լույսը, ես հոն եմ, որ բիտ լուսավորեն, վախը բիտ հերացնեմ մեջ է, բայց թուն միայն պիտի հավատաս, պիտի աշխատիս։ Հետևաբար սիրելիներ, յուրաքանչյուր քրիստոնյայի համար անհրաժեշտ է նույն ադեն ցանկալի եւ ունենալ Աստծո լույս եւ ճշմարտություն իր կյանքի մեջ։ Աշխատեցեք, ուշ չէ։ Այսօրվան ավետարանի ընթերցում են փխած լույսի խորհուրդով ամրապնդված մեղավոր մեր կյանք են թեպի փրկություն հասնելու, կմտածենք լույսին մասին։ Լույսին մասին մտածեցեք սիրելի։
Եվ երբ տեսնեք լույսը, երբեք ձեր կյանքը մութի մեջ չի մնա, երբեք ձեր ոտքերը դժվարության մի չի հանդիպի, երբեք մահը մի չկացես, որովհետև Քրիստոսի լույս ունի ձեր մեջ, եւ այդ լույսը գճարակայթեցես մե ուրիշներում, ձեր հարազատներում, ձեր բարեկամներում։ Հետևաբար սիրելիներ, անոր համար ցայնակցինք Սաղմոս 2:9-ով դեր լույսը եւ ճշմարտությունը թղրգե, որբեսի զիս առաջնորդեն եւ հանեն ու սուտ լերդ դաջարդ ուր կփնագիս եւ ավետարանաչին նույն խոսքով փաններ ճշմարիտ լույսը, որ աշխարհքալով գլուսավոր է ամբողջ մարդկությունը, որբեսի լուսավոր հավատքով միշտ փառավորենք քու սուրբ անունդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն